Լավ ասացիք, բավական երկար ժամանակ ես օրինակ այդքան համեմիտ չեմ դրա հետ, այդ բանը, որովհետև ընդամենը 2 տարի է մոտավոր որ գործում է, մի կողմից կարող է մեզ երկար թվալ եւ բավականաչափ երկար ժամանակ թվալ, բայց մյուս կողմից հաշվի առնելով դատական գործերի քննության արդեն իսկ ձևավորված պրակտիկան եւ դատավարական կարգավորումները ես չեմ կարծում, որ դա բավարար ժամանակ է հստակ գնահատական հնչեցնելու համար, օրինակ նույն մի կողմից մենք գիտենք, որ ընդամենը մոտ 100 վարույթ է գտնվում այդ դատավորների քննության ներքո, բայց մյուս կողմից էլ դրանք յուրահատուկ վարույթներ են, ավելի դատավարական կարգավորումները ավելի, այսպես ասած, խրթին են ու process-ը երկարելու միտում ունի տվյալ դեպքերում եւ նաեւ պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ յուրաքանչյուր գործ ներկայացված դատան, խոսքը գնում է ապօրինի գույքի բռնագանձման հայցերի մասին, դրանք բաղկացած են տարբեր գույքեր, օրինակ մի գործը կարող է 20-30 գույքի վերաբերյալ լինել, իսկ դա նշանակում է, որ ապացուցման պարտականությունը այնտեղ յուրաքանչյուր գույքի մասով ըստ էության մի քաղաքացիական գործի ծավալ է ստանում, հա, պետք է դա էլ հաշվի առնենք։ Եվ այս քանի որ նորարարական ինստիտուտ է սա, նաև դա պետք է հաշվի առնենք մի փոքր, այսպես ասած, ավելի մեղմ մոտեցում ունենանք այս հարցի կապակցությամբ, ես կարծում եմ դեռ վաղ է գնահատականներ հնչեցնել, ընդամենը այո 3 վճիռ ենք ունեցել եւ եթե չեմ սխալվում 8 կամ 9 հաշտության համաձայնությամբ գործերը ավարտվել նաեւ ես կարծում եմ եւս 1-2 տարի պետք է սպասենք, որպեսզի այս բոլոր գործերը, որոնք արդեն հարուցվել են, իրենց ավարտին հասցվեն, այդ ժամանակ, երբ որ ունենանք ոչ թե 3 ավարտված կամ 11 ավարտված գործ, այլ ունենանք, չգիտեմ, 50-60 գործ, այդ ժամանակ մենք կարողանանք որևէ եզրահանգում կատարել դրա արդյունավետության վերաբերյալ։ Հիմա ընդհանրապես եզրահանգումը այն է, որ դե վարույթները բավականին երկար են տևում, բայց սովորական վարույթներն էլ 2-3 տարի, ընդհանուր գործեր կան 4-5 տարի տևում են։ Այնպես որ, հա, այս մասով այսքանը։